Տիկին Հերմինե, բոլոր նիստերին գրեթե մեր այստեղ կայացող բոլոր նիստերին գրեթե մասնակցում եք եւ այսօր տևական ժամանակ է չէիք տեսել Միքայել Սրբազանի նախ վերջին ձեր այցելությունը երբեր եւ այսօրվա նիստին ինչ զգացողություններ ունեիք։ Վերջի այցելությունը տեսել եմ իր դատի ժամանակ այդ հոկտեմբերի 3-ին, որ վերջնական վճիռը կայացրեցին, մեկ էլ այսօր եմ տեսել, որովհետև իր մոտ այցելությունները շատ խիստ են ու հոգևորականներն են հերթագրվում ավելի շատ։ Երկու այցելություն ա լինում ամիսը 4-4 հոգով, դե սրբազաններն են գնում, հոգևորականներն են գնում, մեզ սեր չի հասնում։ Բայց այսօր ինքը շատ հյուծված էր, հետո ինքը չխոսեց ոչ մեկի հետ, որովհետև անտրամադիր էր, վաղ իր մոտ չգիտենք ինչ կլինի չգիտենք։ Պատարագի գնացիք, չգնացիք։ Ինչ պատարագ, աղջիկս, դա ինչ պատարագ էր, զինվորականներով, KGB-ի աշխատողներով, չգիտեմ ինչերով, էդի հոգևոր պատարագ էր, դուք այնտեղ հոգևոր տեսակ ինչ-որ մի բան։ Քահանաները ոչ թե իրանք էին դուրս անել, այլ քահանաները իրանք չէին ուզել, որ մնային այդտեղ, նույնիսկ աթոռներն էին հանել, նույնիսկ սրբազանի աթոռն էին հանել, որ ոչ մի սրբապիղծ մարդ չնստի դրա վրա, ու այս 10 տիրադավները, մեկ էլ սրանք, ես զարմանում եմ, սրանց վրա ես զարմանում եմ, ես չեմ հասկանում, իրանք չեն վախենում Աստծուց, որ իրանք իբր Աստծուն ավելի մոտիկ են, իրանք չեն վախենում, որ իրանց եղբորը, իրանք են արել, որ նստեն, իրանց մեջից 4 ընտրյալներն են, ամենա 4 ընտրյալներն են այս սրբազանները, որ հիմա բանդում են նստած, չկարողացան իրանց վրա ոչ մի վատ բան գտնել, մեկին մի բան, չգիտես ինչ, լիքը բան, այնքան շատ բան, որ դե, Աստված դատի իրանց։ Բայց իրենք Նիկոլ Փաշինյանին են շնորհակալություն հայտնում, ասում են շնորհակալ։ Դե իրանց արժանի մարդուն են շնորհակալություն, իրանք նույն մակարդակի վրա են, այդ 10-ը, բայց չեք հարցնում, ինչի 10-ը չի ավելանում։ Ինչու չի ավելանում, որովհետև բոլորը իմացան, որ հանգարտ անցնեն այդ 10-ի կողքը, իրանց ամեն վատ բաները պետք է մեջտեղ դուրս գան։ Արդեն հետ են կանգնել։ Բայց իրենք են ասում, որ եկեղեցու ներսում են վատ բաները, որոնք կային բարձրաձայնվել։ Իրանց ընտանիքներում չկա, բոլոր ընտանիքներում ամեն ինչ էլ կա, բայց դե ներսի կեղտոց անկողինը չեն հանում փողոց, հանում բոլորին իցույց, ոնց որ այդ ապուշը գնաց Գերմանիայում մեր եկեղեցու մասին խոսած։ Որ մի երկիրն է գալիս իրան ներքին հարցերը այդպես մեծ աուդիտորիայի մոտ խոսող։ Այս կերպ եկեղեցին է նորոգում։ Ինքն է նորոգող, այդ 10 սրբապիղծներով, այդ տիրադավներով է նորոգում։ Ծաղելի է նույնիսկ, ումով է նորոգում, թող Շիրակի թեմի բոլոր այդ հոգևորականներով նորոգի, որոնք դեմ դուրս եկան այս ամեն ինչին, թող դրանցով նորոգի, ոչ թե սրանցով, այն որ հարմավիրում էր, ով էր, այնքան մարդ չկար, որ այդ թեմի առաջնորդը պատարակը անցկացրի։